Այնուամենայնիվ ենթադրենք Ալիևը ստորագրեց։ Լավ, էլի քեզ հրահանգեց, հիմա մի երկու կրակահերթ ես ենթադրենք Արցախում։ Կամ այն բարբարոս կետերից մեկը, որ պիտի ընդունես 300,000 ադրբեջանցիների վերադարձը, ուշադրություն դարձրեք իրենց պատմական հայրենիք։ Այդ 300,000-ից չեմ ասում 3,000-ին, 4 հոգուն հանկարծ աղմուկ է տարածվում, որ, չգիտեմ, կամ ծեծել են, կամ սպանել են նույնիսկ։ Պրովոկացիան պատրաստ է։ Ախր դա պրովոկացիա էլ չի, սա Թուրքի պապենական ձեռագիրն է, ինչ օրինակ բերեմ, Կիպրոսը ինչպես զավթեց։ Նորից, երբ որ ուղարկում էր այնտեղ տներ գնելու թուրքերին, հույների մտքով էլ չէր անցնում, լավ թող գան այստեղ փող ծախսեն եւ այլ, շատացան, երկու այդպիսի սադրանք իրենց ձեռքով երկու թուրք սատկացրեցին եւ հայտարարեցին, որ ապահով չեն մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները, պիտի մտնենք նրանց անվտանգությունը պաշտպանենք։ Եվ այդ դրախտային կղզին մտան ու կիսեցին։ Չէ՞։ Այսինքն նախադեպերն ինքան կան, Պարոն, նոր բան չպիտի որ այսպես մտածենք։ Իդեպ որ ասացիք ներողություն եմ խնդրում, չեմ կարող չասել, ընդամենը մի քանի օր առաջ անշարժ գույքի, հա, այդ գործակալություն է կոչում, թե ինչ ցանցում աշխատող մի կին էր եկել մեր խմբագրություն, եւ ուղղակի արցունքն աչքերին այդ կինն ասում է, այս ձեռքովս եմ ստորագրել այն թղթերի տակ, որոնց համաձայն թուրքերը գալիս են եւ գնում են մեր նորակառույց շենքերի բնակարանները։ Ես ասում եմ, ես ուզում եմ, որ աղմուկ բարձրացնեմ, բարձրաձայնեմ այս մասին, որ մեր ժողովուրդը իմանա, որ այդ տները, որ հիմա շահագործվում են, որպես նորակառույցներ, ասում ենք, ինչ լավ է, գուցե ինչ-որ մի բան էլ կհասնի արցախցիներին, չեք ասում, ինչ արցախցի ասում է, ինչ հայաստանցի, ուղղակի թուրքերն են գնում բավական թանկ գներով։ Այ որ դուք ասեցիք Կիպրոսի օրինակը, այո, Երևանում, Այսինքն, տեսեք, հիմա Երևանի մասին այդքան շատ չի խոսվում, այսպես ընդհանուր, մեր Երևանն է եւ այլ ընդհանուր։ Կոնկրետացնում են առայժմ Սյունիքը։ Բայց ձերքի հետ այս տարիների ընթացքում, այո, մենք բազմաթիվ վկայություններ ունենք եւ չգիտեմ, ինչ որ մանրադիտակ պետք չի որ նկատենք, նույնիսկ քայլերն են առաջին անում մեր տրամադրությունները, կենսունակությունը, զգոնությունը։ Ընդամենը 2 օր առաջ էլի մի հերթական դեպք չէ, որ թուրքը գինովցած որոշել էր իրեն հյուրընկալած հյուրատանը աշխատակիցներին հայհոյեր, ստորացներ, տեսնելու համար ինչպես կընդունեն, շատ լավ գիտեն, որ թուրք է սա, եւ աշխատակազմը լավ գիտի, որ թուրք ասելիս արդեն դա արտոնությունների մի բան է, այս իշխանությունների սահմանած։ Եվ ինչ պիտի լիներ առաջին արձագանքը, զանգում են ոստիկանություն։ Հա, ոստիկանն էլ ոստիկան է, ահա զանգ է եկել, գնում ձերբակալում է 10-20 րոպե հետո պարզվում է, թե որտեղից այդ ցուցումն եկավ, միջամտությունն եկավ, կամ արդեն նախապես կա, եթե միջադեպ է եւ ձերբակալվածը թուրք է, անմիջապես պիտի զեկուցես, արդյունքում շատ արագ բաց թողեցին։ Այո։ Նույնը ինչ որ մի քանի ամիս առաջ հունվար ամսին էր Ղարիբ Բաբայանի հետ կապված տեղի ունեցավ, մարդը ներկայացնում է, թե հրապարակում հավաքվել են մի խումբ ազերիներ, երգում են ադրբեջանական հիմնը, Ղարաբաղ այդ իրենց, այսինքն բուն ադրբեջանական երգ են երգել, այդ ահազանգն է հնչեցնում, ասում են ոստիկաններ կողքը կանգնած չեք տեսնում, սրանք ծաղրում են մեր ազգային զգացմունքները, մեր ցավն են, մեր վիշտն են ծաղրում, այսպես ցինիկաբար երգելով հրապարակում։ Եվ ինչ կատարվեց, այդ ցինիկ խմբին ձերբակալելու, պատժելու փոխարեն պատժեցին Ղարիբ Բաբայանին, որը բարձրաձայներ էր այդ մասին։ Այնպես որ մենք իսկապես մեկը մյուսի հետևից լուրջ մտահոգիչ փաստերի ականատես ենք դառնում,